Օձունի գմբեթավոր բազիլիկը, որ հայտնի է Սուրբ Մարիամ Աստվածածին անունով, կառուցվել է 6-րդ դարում։ Չնայած ազդեցիկ տարիքին, այս բացառիկ սրբավայրը դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չէ։ Եկեղեցու պատերի յուրաքանչյուր դրվագ նրբարվեստ է և ստեղծում է ճարտարապետական միացյալ համալիր։ Օձունի վերածնունդ ծրագիրը կյանքի կոչող Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս օձնեցի բարեգործական հիմնադրամի կողմից պատրաստված «Չբացահայտված օձուն» ֆիլմաշարի այս թողարկումը նվիրված է եկեղեցու հարավային և հյուսիսային ճակատների քանդակներին։ Հարավային ճակատի կենտրոնական պատուհանի վերին մասի երբեմնի հարուստ պատկերաքանդակների մնացորդները պատկերում են պատուհանի երկու կողմերում կիսապառկած հրեշտակների մեկական ֆիգուրներ, որոնք հենված են պսակի ստորին մասին։ Վերջինս բաղկացած է անընդհատ կրկնվող քառանիստ պրիզմաների շարքից և դրանցքից 3 քառորդ շրջանաձև տրամատով ցողունից։ Հրեշտակները մարմնով ուղղված են իրար հակառակ և նայում են դիմահայաց ձևով։ Նրանց նուրբ հակոսներով պատված գեստները երկար են և ծածկում են նաև պարզած ոտքերի սրունքները։ Պսակի կենտրոնական մասում ուղղաձիգ դրված քարը իր գույնով և տաշվածքի ակոսներով տարբերվում է մյուս մասերից և նրանում ուրվագծվում է ամենայն հավանականությամբ Աստվածամոր կանգնած ֆիգուրը։ Հարավային շքամուտքի ճակատամասի վրա պատկերված է աչքի ընկնող անհավասարաթև խաչ, որի վերին 3 թևերի ծայրերը ավարտվում են գնդիկներով, իսկ ներքևի թևը արմավենու տերևներով, ինչպես հայկական 6-ից 7-րդ դարերի հուշարձաններում։ Եկեղեցու հյուսիսային ճակատի կենտրոնական պատուհանը ևս պսակված է եղել հարուստ պատկերաքանդակով, նույն հորինվածքային սկզբունքներով մշակված, ինչ հարավային ճակատում։ Ցավոք դրանից չնչին մնացորդներ են պահպանվել։ Դրանք պատուհանի եզրակալի երկու վերջավորություններում խաղողի վազի խոշոր տերևներ են, որոնք ներքևից եզերված են զուգահեռ 3 քառորդ շրջանաձև տրամատի զույգ ցողուններով, ստորինը փաթաթված գալարներով։ Պսակի հորինվածքային կենտրոնը կազմող երբեմնի քանդակից նկատելի են միայն եզերային շրջանակի մնացորդները։ Հարավային և հյուսիսային ճակատների պատուհանները պսակող պատկերաքանդակների միջին մասի ամբողջական քայքայվածության պայմաններում, եզրային մասերի լավ պահպանվածությունը և նմանությունը ձևով փորվածքների կոպիտ հետքերի առկայությունը ասում են այն մասին, որ պատկերաքանդակները քայքայվել են ոչ բնական գործոնների ազդեցությամբ, դիտավորյալ տաշման հետևանքով։ Հավանաբար, քանդակազարդված է եղել նաև հյուսիսային շքամուտքի ճակատամասը, որի մակերևույթի վրա ներկայումս քանդակի հետքեր նկատելի չեն։ Բացի կենտրոնական պատուհաններից, եզրակալով պսակված են եղել նաև երկայնական ճակատների եզրային պատուհանները։ Վերին մասերում պահպանվում են եզրակալների քայքայված քարերը, վաղ շրջանի հուշարձանների պատուհանների եզրակալներին հատուկ դասավորությամբ։ Օձունի վերածնունդ ծրագրի իրականացմանը զուգահեռ մենք կշարունակենք բացահայտել այս բացառիկ սրբավայրի թաքնված կողմերը։